Մարտի եկել, ինչը ցույց է տալի, որ այսօր ադրությամբ Միքայել Սաակաշվիլիի կուսակցությունը կորցրեց ժողովրդի աջակցությունը եւ այսօր ադրությամբ նույնիսկ իրենց կուսակիցները, որոնք քիչ չէին անցյալում նախկինում, եւս չէին մասնակցել այդ ակցիային։ Պատկերացրեք, որ վերջի այդ դեպքերից հետո, երբ որ պարզվեց, որ Թիֆլիսի քաղաքապետարանը վարձում էր փողեր վարձատրում էր աշխատողների, որոնք հիմնականում քարոզում էին իրենց այդ կուսակցության օգտին, նույնիսկ այդ բոլոր այդ քարոզողները եւ եթե իրենց ընտանիքներով գային, ավելի քան 10,000 մարդ կլիներ։ Եվ պատկերացրեք, որ ինչքան է իջել իրենց վարկանիշը, որ այսօր ադրությամբ իրենք հավաքում են մոտավորապես 7,000 աջակից։ Եվ այսօր ադրությամբ շատ ակտուալ է անդրադառնալով հայկական խնդիրների ցեղասպանության հարցը եւ հիշեցնեմ, որ Վրաստանում այս տարիների ընթացքում գործում է մեկ հետաքրքիր կազմակերպություն, որը կոչվում է Իրաքի երկրորդ կազմակերպությունը, որը այս տարիների ընթացքում նախկին իշխանությունների ճնշման տակ աշխատելով քարոզում էր, որ պիտի ռուս-վրացական հարաբերությունները լավանան եւ իրենց մոտեցումներից մեկը նաեւ վերաբերվող հայերին եւ հայկական հարցին իրենք սատարում են, որ վրացական կառավարությունը Վրաստանը պիտի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Իրենց այդ դիրքորոշումը ամրապնդվեց ավելի շատ չերքեզների գենոցիդ ընդունելուց հետո եւ իրենք հայտարարում են, եթե մենք ընդունում ենք չերքեզների գենոցիդը, ինչու պիտի մեր եղբայրական հայ ազգի ցեղասպանությունը չընդունենք։ Եվ ապրիլի 16-ին իրենք հայտարարություն տարածեցին, իսկ 17-ին Թիֆլիսի հայկական ասամբլեայի հետ համատեղ միջոցառում անցկացվեց ամբասադորի հյուրանոցում, որտեղ իրենք հուշագիր ստորագրեցին համագործակցության եւ եւս մեկ անգամ դիմեցին կառավարությանը, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը։ Չնայած եղան հայտարարություններ նույնիսկ նոր իշխանությունների կողմից, որ անընդունելի է եւ այդպիսի բան Վրաստանում չի լինի։ Եվս մեկ հետաքրքիր փաստ, որ անցած շաբաթ Հայաստանի դեսպանատան առջև անցկացվեց հետաքրքիր միջոցառում, ճիշտն ասած անընդունելի եւ ազգային ճակատ կազմակերպությունը, հասարակական կազմակերպություն է, որը այս ժամանակների ընթացքում բողոքում էր մզկիթների կառուցման դեմ, թուրքական ազդեցության դեմ Աջարիայում եւ նաեւ եվրոպական խարտիայի տարածաշրջանային լեզուների հետ կապված հերթական իրենց ակցիայով բողոքում էին նրա դեմ, որ ըստ իրենց ունեցած տվյալների Հայաստան Հանրապետության նախագահի ինագուրացիային ներկա են եղել Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ավելի կոնկրետ պարոն Տրապիզոնյանը, որը Աբխազիայի ազգային հերոս է եւ հերոս է դարձել վրացիների հետ պատերազմում։ Ավելի 11-ից 15 հոգի են եղել այդ ակցիայի մասնակիցները եւ հետաքրքիրն այն է, որ այդ տեղեկատվությունը տարածվել էր հենց աբխազական կայքերից մեկի կայքում եւ մնացած վրացական կայքերը արտատպել են եւ նաեւ որոշ հայկական, ինչը ցույց է տալի, որ այսօր ադրությամբ կա ինչ-որ կոնսենսուս Վրաստանի ընդդիմության միջև եւ Աբխազիայի ղեկավարության, որ իրենք փորձեն ինչ-որ չափով լարվածություն մտցնեն հայ-վրացական հարաբերություններում, ինչը կարելի է կապել աբխազական երկաթուղու վերաբացման հետ կապված։ Քանի որ աբխազական կողմը հայտարարություններ է անում, որ իրենք դեմ են, այս ամենը արդեն պարզ է դառնում, քանի որ եթե Ռուսաստանը ի վերջո որոշի, որ այդ երկաթգիծը պիտի վերաբացվի, իրենք ճնշման տակ կլինեն եւ իրենք փորձում են այսօր ադրությամբ իրենց քայլերով
մինիմիզացնեն այդ ռիսկերը եւ այդ հարցը լուծեն։ Այդ պարագայում հայկական կողմը վերջի հայտարարությունները վրացական կողմից ելնելով Պահատ Զաքարիշվիլին հայտարարեց, որ իրենք բաց են եւ այս հրադրությամբ եթե աբխազական երկաթգիծը չբացվի, Վրաստան չի լինելու խոչընդոտ։ Քանի որ Վրաստանը հայտարարեց, որ պատրաստ են քննարկման այդ հարցի, ցույց է տալի, որ հայկական կողմը պիտի այս հրադրությամբ օգտագործի իրեն արտաքին լծակները, մեր հայ համայնքը Ռուսաստանում, Աբխազիայում, որ այդ հարցը լուծի։ Քանի որ նույնիսկ աբխազական կառավարության մեջ ունենք փոխնախարարներ եւ պատգամավորներ։ Ինչը թույլ կտա, քանի որ մենք տնտեսապես օգուտ կստանանք այդ երկաթգծի հետ կապված, այո։ Եվ այս հրադրությամբ պատկերացրեք, որ հետաքրքիր մենք առաջարկ ենք ստացել ռուսները Թուրքիայից, որ մոտավորապես տարեկան 160,000 տոննա էր, ինչքան ես եմ հիշում, միք եւ բանջարեղեն Վրաստանի տարածքով ներմուծվի Ռուսաստան, վերին Լարսով։ Ինչը նշանակում է, եթե այդ ուղին է ընտրվում, վրացական ուղին, որ այդ ապրանքները ներմուծեն Ռուսաստան, աբխազական երկաթուղու վերաբացումը շատ ակտուալ է դառնում նաև վրացիների համար, քանի որ իրենք կարողանան ապահովեն այդ տրանզիտը Վրաստանի տարածքով, ինչը կթեթևացնի նաև այդ ճանապարհը, քանի որ ոչ ամեն ինչը կարելի է հենց ճանապարհով տեղափոխել եւ երկաթից ամենաճիշտ ուղին է։ Այդքանը երևի եւ Դուք ասացիք, որ Հայաստանը պետք է օգտագործի իր լծակները, կարող եք ասել, որ լծակները կոնկրետ դες կարող է օգտագործել ավելի մանրամասն, եւ Հայաստանում կոնկրետ դա ինչ կարող է տալ։ Տնտեսապես պատկերացրեք, որ մենք դուրս կգանք Ռուսաստան եւ այս հրադրությամբ մենք եւս սահմանափակ ենք վերին Լարսով եւ գիտեք, որ ըստ պայմանների այդ ձմռանը մի քիչ ավելի դժվար են եղել է տեղափոխվում, ամռանը մի քիչ ավելի շատ եւ այս հրադրությամբ այդ ամենը սահմանափակում է մեր տրանզիտը եւ այս հրադրությամբ մեզ օգուտ է խնդիր է պատկերացրեք, որ շատ լավ կլիներ, որ թեկուզ Հայաստանում ինչու ոչ պատրաստվել մեկ լուրջ հետազոտություն, վերլուծություն, թե ինչ կտա աբխազական երկաթուղու վերաբացումը ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր շահագրգիռ կողմերին։ Նույնիսկ կարելի է պատկերացնել, որ կարելի է հաշվարկել Իրանի, ինչ կտա Թուրքիայի, ինչ կտա այս պարագայում, եւ եթե մենք այդ ամենը պատրաստենք, մենք արդեն փաստարկ չունենանք, որ կարող ենք ամեն մի այցելության ընթացքում մեր ներկայացուցիչները ներկայացնեն վրացական կողմին, որ ասեն, որ տեսեք այսքան եկամուտ դուք ունենաք եւ պետք չէ ասել, որ մենակ Հայաստանը կշահի այդ ամենից, դուք եք շահում։ Սրադրությամբ ընդդիմությունը Վրաստանի փորձում է ցույց տալ, որ այդ ամենը իօգուտ հայերի է եւ Վրաստանի ոչ մի բան չի տալու։ Ինչը շատ սխալ մոտեցում է։ Իսկ մենք ինչ լծակներ կարող ենք օգտագործել, այսինքն կոնկրետ ինչ քայլեր կարող ենք դիմել։ Համայնքային, գիտեք, ոչ ֆորմալ աբխազական հայ համայնքը տարին մի քանի անգամ այցելություններ են կատարում ստեղ եւ մեր ներկայացուցիչները այցելում են Աբխազիա եւ իրենք կարող են նախապատրաստեն հիմնականում, քանի որ քիչ չեն հայեր Աբխազիայում, պիտի ինչ-որ չափով փորձեն, չի ասի համոզեին, բայց ցույց տային, որ այդ վտանգը չկա արդեն, քանի որ նոր իշխանությունները ի տարբերություն նախկին իշխանությունների արդեն հայտարարել են օրենսդրորեն, որ իրենք պատերազմ չեն սկսելու, ինչը շատ լուրջ քայլ է եւ ոչ մեկ այդ բանի մասին չի խոսում։ Բոլորին շատ այս տարածաշրջանում շատ հետաքրքիր է այն, որ բոլորը փորձում են բարձրացնել խնդիրները, ասելով, որ կարող է կռվի, պատերազմ լինի, կոնֆլիկտ լինի, վախացնեն ժողովրդին, բայց այս հրադրությամբ կան փաստարկներ, որոնք շատ պոպուլյար չեն եւ փորձում են այդ ամենից չխոսեն։ Եվ այս հրադրությամբ կա այդ օրենսդրական այդ նախաձեռնությունը, որով ցույց է տրվում, որ պատերազմի վրացական կողմ չի գնալու։ Եվ այդ ամենը եւս փաստարկ է, հետաքրքիր, որ ասի, որ տեսեք իրենք ամրագրել են, որ չեն անելու։ Եվ եկեք բանակցենք։ Այսինքն հավանականությունը քիչ է։ Պատերազմի ավելի է քիչ անում, քանի որ եթե պատերազմ լինի, Վրաստանը իրեն հենց ավելի դժվար պայմաններ կստեղծի իրեն համար միջազգային հանրության դեմ։ Եվ Մոսկվայում, քանի որ ռուսական կողմը եւս այդքան ակտիվ չէ,
Իսկ տարիների ընթացքում իրենք էին փորձում այդ հարցը բարձրացնել, բայց այսօր դրությամբ Մոսկվան լուրջ սպասում է, թե ինչին է սպասում, չգիտեմ ճիշտ ասած, կարող է այս տարածաշրջանի ընտրությունները վերջանան, որ տեսնեն ինչ է կատարվում, ինչը ցույց է տալի, որ այսօր դրությամբ նաև տարածաշրջանում կան խնդիրներ եւ կան ռիսկեր։ Հասկանալով, որ եթե ռիսկերը Վրաստանում չեն, կարելի է պատկերացնել, որ հարևան մեր հակառակորդ երկրի հետ կարող են լինել, դրա համար ռուսական կողմը դեռևս այդքան ակտիվ չի այդ գործում, բայց հայկական կողմը եւս այս ընտրական ցիկլը անցնելուց հետո ինձ թվում է գոնե մայիսի ավական ընտրություններից հետո մենք պիտի արդեն նախաձեռնողական այդ քաղաքականությամբ հանդես գանք եւ թեկուզ այդ մեկ հարցում մենք ավելին հասնենք, փորձենք ամեն ձև այդ հարցը։ Դուք ասացիք, որ համայնքը կարող է տեղակայել։ Հիմա կոնկրետ մեր պաշտոնական անձինք օֆիցիալ իրենք ինչ կարող են անել։ Հարցը բարձրացնենք, քանի որ տնտեսապես հարաբերություններ կան Ռուսաստանի հետ, Վրաստանի հետ, տարածաշրջանում եւ այդ ամենը զուտ ասում եմ, եթե լինի ինչ-որ վերլուծություն հաստատներ, ոչ պատկերացրեք, որ 2004 թվականի, երբ որ նոր էր եկել իշխանության Միխայիլ Սաակաշվիլին, այդ ժամանակ արդեն քննարկվում էր եւս մեկ այդ փորձ կար, երկաթուղու վերաբացման եւ հաշվարկներ էին արվել մոտարապես, դե պատկերացրեք քանի տարի է անցել, բայց ակտուալ է այն տարիների 2004 թվականին մոտարապես Աբխազիային տարեկան այդ տրանզիտը տալու էր $8 միլիոն։ Սովետությամբ կարող է ավելին է հասել այդ գումարը եւ մենք պիտի համոզենք չորձև աբխազական կողմին, որ իրենք սկսեն աշխատել եւ շփվել դեպի վրացիների հետ։ Եթե անմետական քայլը սեղասման ճանաչմանը, ինչ է կարծում, սա հետական հայտարարություն է պարզապես Վրաստանի կողմից, թե այլևս կարելի է ժամանակներ սպասել։ Գիտեք, կան խնդիրներ, քանի որ այս տարիների ընթացքում Ադրբեջանը եւ Թուրքիան աշխատում են վրացական վրաց ժողովրդի հետ, կա ինֆորմացիայի պակաս Վրաստանում։ Հիմնականում այս հայտարարությունը հասարակական կազմակերպության կողմից է, հասարակական կազմակերպություններ կան, որոնք կողմ են այդ ամենին, բայց այսօրադրությամբ կա մեկ այլ իրականություն, տնտեսական հարաբերությունները Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ նաեւ ադրբեջանական ֆակտորը։ Մենք ոչ մի դեպքում չպիտի հանենք Ադրբեջանին այդ հարաբերություններից ռեսպեկտական դժվարացնում է, բայց չի ասի, որ հեշտ գործ է, բայց նաև չի ասի, որ նենց չի, որ երբեք չի քննարկվի եւ հայկական կողմը դեսպանատուն հասարակական կազմակերպությունները, որոնք հիմնականում փորձում են աշխատեն գրանտերով, թող փորձեն աշխատել առանց գրանտերի, բայց վրաց իրենց գործընկերների հետ բացատրողական աշխատանք է պետք։ Մեզ պետք է ինֆորմացիա տարածել, որ Վրաստանում իմանան, թե ինչ է եղել եւ ոնց է եղել։ Ասեմ ձեզ հիշեցնեմ, որ Վրաստանում տարիներ առաջ գիրք էր թողարկվել հայ համայնքի կազմակերպությունների կողմից պատրաստված թերթերի պերիոդիկաներ այդ տարիների ցեղասպանության եւ վրացական թերթերում թե ինչքանով է հիշատակվում ցեղասպանությունը։ Շատ լավ պատրաստված գիրք է, բայց այսօրադրությամբ այդ գիրքը ոչ Երևանում կա, շատ քիչ քանակությամբ է։ Եթե ինչ-որ մեկը վերաթողարկի այդ գիրքը եւ տարածեն, քանի որ վրացերենով եւ ռուսերենով է գիրքը պատրաստվել, ինչը շատ օգտակար կլիներ ինֆորմացիա տրամադրել, բայց այսօրադրությամբ նույնիսկ Վրաստանում չգիտեն, թե ինչու՞մն է հենց խնդիրը հայ-ադրբեջանական։ Իրենց սովորացրել են, որ Հայաստանը օկուպանտ է, ոնց որ Ռուսաստանը, եւ Հայաստանը նաեւ վտանգավոր երկիր է իրենց համար, քանի որ Ջավախքը ուզում է դեկալի։ Եվ հիշեցնեմ, որ նախընտրական մեր պայքարի ընթացքում մեր նախագահի տեխնացուներից մեկը հայտարարեց, որ Ջավախքը մենք պիտի զավթենք։ Եվ այդպիսի բաներ շատ են տարածում Վրաստանում եւ հակահայկական հայտարարությունները շատանում են։ Օրեր առաջ վրաց բանաստեղծ, որը նոր իշխանություններին մոտիկ է կանգնած, եւս մեկ անգամ հայտարարություն արեց Ստուրայի որջի հայտարարություն էր, բանաստեղծություն էր գրել, որ եթե դուք վրացի եք, ապրիլի 19-ին մեկ գնացեք այդ ընդդիմության ակցիային, եթե դուք հայ եք, գնացեք եւ այլն, այդ ամենը նշանակում էր, որ պատկերացրեք, հայ վրացի տարբերություն է դրվում եւ ավելի է խորացնում այդ
միջազգային այդ բախումը։ Ինչը ցույց է տալիս, որ Վրաստանում մենք խնդիրներ ունենք։ Ով էլ ինչքան ասի, հա, միջպետական հարաբերությունների շրջանակներում ասում են, որ մենք խնդիրներ չունենք, ինչ հարցեր կան, մենք կլուծենք, բայց երկու ժողովուրդը իրար դեռ այդքան չեն ճանաչում, որ առանց մտահոգության իրար հետ շփվեն եւ այդ խնդիրները դուրս գան մեր հարաբերությունների մեջ։ Դուք ճիշտ ասացիք, որ առաջին հերթին ցեղասպանության վերաբերյալ դերեկացում է հարկավոր։ Այո, աշխատանք տարիների ընթացքում պիտի աշխատանքը լինի եւ երևի 4-5 տարիների ընթացքում մենք կարողանանք ինչ-որ չափով այն ստեղծենք մի այնպիսի միջավայր Վրաստանում, որ իրենց ինտելիգենցիայի հենց ճնշման տակ այդ հարցը լուծվի։ Քանի որ այսօր ըստ պարզ է, որ Ֆրանսիան եւ Թուրքիան շատ հետաքրքիր հարց, որ մի ճիշտ տնտեսապես վատացան հարաբերությունները, բայց հետո այդ հարցը դուրս եկավ եւ իրենք տնտեսությունը եւ քաղաքականությունը իրարից տարբերվում են, ինչքան էլ իրար հետ կապված լինեն տնտեսությունը ազդի քաղաքականություն վրա, բայց եթե կա տնտեսական շահ, արդեն քաղաքական այդ հարցերը մտնում են երկրորդ պլանին։ Իսկ դուք տեսնում եք դիվանագիտական մակարդակով կարելի այդ գենոցիդի վերաբերյալ ցեղասպանության մեր պաշտոնական դիվանագիտական օղակները կարող են այդտեղ ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Անում են միջոցառումներ անցկացվում են, նույնիսկ Արցախի հետ կապված մեր դեսպանատունը Վրաստանում շատ ակտիվ է, նույնիսկ մայիսին անցած տարի միջոցառում անցկացվեց եւ քննադատության թիրախ դարձավ նաեւ դեսպանը եւ դեսպանատունը, բայց այս հրատուությամբ միայն դիվանագիտական այդ լծակները չնչին են։ Պիտի երկու ժողովուրդ իրար հետ, երկու հասարակություն ավելի ճիշտ։ Հասարակական կազմակերպությունները շատ քիչ են իրար հետ ինտեգրված, ես վերջի այս տարիների ընթացքում հայ-թուրքականի հետ կապված բարել է համեմատել, որ թուրքական ՀԿ-ների հետ ավելի սերտ հարաբերություններ ունեն հայկական որոշ ՀԿ-ներ, քան թե վրացական։ Եվ ինչը ցույց է տալի, որ պիտի ակտիվացվի այդ ամենը, ինչը կազդի նաև մնացած բոլոր հարցերի վրա։ Պարոն Բերդյան, դուք երկու պատճառ նշեցիք, որոնք խանգարում են Վրաստանում հարաբերությունների ճանաչումը։ Ինֆորմացիայի պատկաս, մյուսը վրաց-թուրքական տնտեսական հարաբերություն։ Արդյոք դրանք այս պատճառները խանգարում են Վրաստանի ճանաչումը։ Եթե դուք ինֆորմացիա եք անում, նրանք մեզ մոտ են, կարող են ունենալ ինֆորմացիա։ Վրաց-թուրքական մոտիկությունը մի քիչ ցանկություն չկա, ոնց որ մենք հույս ունենանք, որ իրենք ասեն լավ է, ինչ հայկական ցեղասպանությունը գնան Google կանեն, տենց չի։ Պիտի կան ֆոբիաներ վրացական, հենց հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ։ Թիֆլիսը կառուցել են հայերը, եւս իրենց համար շատ դժվար ընկալվող բան է։ Հայկական եկեղեցիների հարցերը, որ ոնց այդքան եկեղեցի հայերը դուք կարող եք ունենալ մեր տեսարակությամբ Վրաստանից այս տարիների ընթացքում ինտելիգենցիայի որոշ մասը դուրս է եկել եւ հիմնական մասն է այդ ամենը։ Եվ այդ ամենը այսօր իրենց լրացրել են խանդն է խանգարում, որ գյուղից շրջաններից եկած ժողովուրդը, որոնք այդքան տեղյակ չեն եւ այսօր դուրսամ երբ որ իրենց ասվում է որ հայերը էս են, հայերը այն են, իրենք արդեն ոնց որ ճնշում է իրենց վրա այդ ամենը ցուցաբերում եւ այդ պարագայում ադրբեջանական այդ լոբին եւ թուրքական այդ աշխատանքը այս տարիների ընթացքում դե պատկերացրեք Սաակաշվիլի տարած այս քաղաքականությունը չնայած որ ինքը ասում էր որ իրենց քաղաքականությունը պրագմատիկ է բոլոր Հայաստանի հետ նաեւ լավ հարաբերություններ ունեն այդ տարիների ընթացքում շատ ամրապնդվեց Աջարյանի ներկայությունը Թուրքիայի եւ հիմնական Վրաստանում, ինչու ոչ ադրբեջանական բիզնեսն է, համար մեկ հարկատուն Վրաստանում, տնտեսապես առևտուրը առաջին տեղում է Թուրքիան։ Պարոն Բերդյան, բայց ի վերջո ճանաչողը կառավարությունն է, չէ՞ պետք է որ այնտեղ տեղյակ լինեն ինչ-որ չափով, որ ինչ է։ Կառավարությունն է, բայց կարելի է գնալ ուրիշ գծով, եթե մենք հենց իրենց ժողովրդի հետ աշխատանքը տանենք, կարելի է այդ հարցը թեպուզ դուրս բերել ռեֆերենդումի, որ ամբողջ ազգով քվեարկենք, եկեք տեսնենք մեր եղբայրական հայ ազգը ցեղասպանության ենթարկվել է, թե ոչ։ Կարող է մի քիչ դժվար բան լինի, բայց թեպուզ դրան է պետք բերել, ինչու ոչ։ Քանի որ տնտեսապես տեսնում եք, ով էլ գա իշխանության,
ոնց որ Ամերիկայում նույն հարցն է։ Հասկանում են, ասում են մենք գիտենք որ տենց է եղել, մենք հասկանում ենք այդ ամենը, բայց մենք չենք կարող անել։ Մեր համար դա ինքնասպանություն է, քանի որ եթե տնտեսապես մենք Թուրքիայի հետ պատասխանենք հարաբերությունները, Վրաստանը չի լինի։ Եվ այսօրությամբ պատկերացրեք, Ռուսաստանի հետ նոր է ինչ-որ չափով սկսում հարաբերությունները, Ադրբեջանով իրենք Ադրբեջանից այդ էներգո գազից եւ նավթից բացի հիմնականում բան չեն ներմուծում, հիմնականում Թուրքիայից է, բանջարեղեն եւ այլն, նույնիսկ Թուրքիան իրենց համար արտագնա աշխատանքի վայր է եւ մոտարապես ասում են, որ մինչեւ 500,000 վրացի է ապրում այնտեղ եւ աշխատում եւ իրենց ընտանիքներն են պահում։ Եւ պատկերացրեք այդ ամենը եթե ընդունվեց, հարաբերությունները վատացան, ինչ կլինի Վրաստանի համար։ Նոր առողջական հարաբերություններ Բարբերաբար մամուլում եւ աշխուժանքով մեծացնելու կապված հիմա մեծացնելու վերադարձի գործընթացը ոչ դերակատարություն է ստացվում։ Շնորհակալություն, այս ամենը շատ ակտուալիզացվեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի այցի ընթացքում նաև Թուրքիա։ Շատ հետաքրքիր մի փաստ, որ լավ կլիներ, որ տարածվեր այդ ինֆորմացիան։ Ես շատ եմ կասկածում, որ Միխայիլ Սաակաշվիլին ձեռն է մնացել։ Կար ըստ ինձ այդ ամենը տանում է նրան, որ ինքը պիտի ներկա լիներ Հայաստանում նախագահի երթունակալությանը։ Բայց այդ ժամանակաշրջանում պատրաստվում էր արդեն այցը Մայա Քանջակիձեի Հայաստան եւ ապրիլի 19-ի իրենց ակցիայից առաջ շատ պետքական եղավ այդ ամենը, որ ինչ-որ չափով վրաց ազգայնականներին մոբիլիզացնեն եւ բերեն հրապարակ այդտեղ Ռուստավելի փողոց, ինչը ցույց տվեց, որ այդ ինքը ամեն ինչ արեց, որ չլինի Հայաստանում եւ այդ հասարակական կազմակերպությունը մեր դեսպանատան առջև աբխազական հարցով արդեն պահանջարկ է տալի, նամակ է փոխածում դեսպանի հակահայկական ինչ-որ բան չափով տրամադրություն է բարձրանում եւ ինչը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ է ռեալ քաղաքականությունը Միքայել Սաակաշվիլին։ Եվ Փառք Աստծո ինքը արդեն լծակներ չունի եւ այս հրապարակությամբ իշխանությունից դուրս է մտնում։ Եվ մինչեւ հոկտեմբեր չի լինի։ Ինչը վերաբերում է թուրք մեսեցիներին, այդ այցի ընթացքում ինքը այցելեց Թուրքիայի տարբեր շրջանները, Կայսերի եւ Բուրսա եւ այդ տեղերում, որտեղ բնակվում էին վրացիներ։ Արդեն թրքացած, բայց վրացիներ եւ ամենտեղ ինքը հայտարարում էր, որ քաղաքացիություն շնորհի իրենց եւ այլն, շատ լավ որ լեզուն են պահպանում։ Եվ այդ այցի շրջանակներում եւ հիշեցնեմ, որ բոլոր այցերի ընթացքում Ադրբեջան կամ Թուրքիա բարձրացվում է այդ թուրք մեսեցիների վերադարձի խնդիրը։ Եվ թուրքական կողմը հայտարարում է, որ 60,000 մեսեցիներ են ապրում եւ 30 ուզում են վերադառնալ։ Վերադարձի տեղը իրենք վերադառնալու են, եթե վերադառնան Սամցխեջավախ, Ասպինձայի շրջան։ Ասպինձայի շրջանում ապրում են հիմնականում վրացիներ։ Բայց վերջի իրադարձությունները անցաչափած Աջարիայում զինվորական ոստիկանության աշխատակիցները կանգնացրեցին մեկ մեքենա, որտեղ ամուսին եւ կին էին։ Եվ չգիտեմ ինչ իրավիճակում էին իրենք եւ իրենք ընդունում են խաչ իրենց մոտ։ Ասում են, եթե դուք քրիստոնյա չեք, մենք դες սպանելու ենք։ Մի քանի կրակոց է եղել նաեւ, այդ ամենը մեծ աղմուկ բարձրացեց Վրաստանում, չնայած իրենք այդքան էլ չտարածվեց, քանի որ վրացական հենց մամուլում էր, չէր թարգմանվում հիմնականում, այդ ամենը ցույց տվեց, թե ինչ գագաթնակետին է հասել ազգայնական այդ ուղղափառությունը Վրաստանում, վրացարարությամբ, որ խոսում են, որ կա վտանգ, որ մեսեցիները կվերադառնան, շատ մինիմիզացվում է այդ ամենը, այս տարիների ընթացքում ավելի քան 200 ընտանիք է վերադարձել, 200-250, ինչը ցույց է տալի, որ շատ սահմանափակ թիվ է եւ վրացիներ չեն հանդուրժել։ Իրենք կարող է հայտարարեն Թուրքիային, որ մենք կողմ ենք, մենք կաջակցենք, բայց թղթային այնպիսի խնդիրներ են ստեղծում, որ այդ ամենը սահմանափակում է արդեն եւս իրենց այդ մոտեցումները։ Եվ այդ բախումները ցույց են տալի, թե ինչ խնդիրներ նաեւ կարան Վրաստանում լինեն, որ վրացիները, վրաց ուղղափառները եւ վրաց իսլամ դավանող վրացիները իրար մեջ են ունենում խնդիրներ, մսկիթ կառուցելու կամ հենց
աղոթելու հետ կապված եղան խնդիրներ մեկ ամիս առաջ եւս Աջարիայում, ինչը արդեն ցույց է տալի, որ Վրաստանում ուղղափառ եկեղեցին ավելի եւ ավելի զավթողական քաղաքականություն է վարել եւ կարող է ինչ-որ մի շրջանում բերի ինչ-որ բախման ներքաղաքական։ Եվ հայտարարացա այդքան էլ նաև ույգուրների հարցն էլ բարձրացվում այս վերջի շրջանում, որ Չինաստանից ույգուրները, որոնք հենց թուրքական ծագում ունեն, կգան, վերաբնակեցվեն եւ չվտանգավոր է։ Այս հրատությամբ այդ ամենը ավելի քիչ հավանական է եւ այդ վտանգը չկա։ Շնորհակալություն։ Եթե այլ հարցեր չկան, շնորհակալություն։ Ահա, 077 57